նախարար եւ կխնդրեմ անդրադառնալ վերջին շրջանում քննարկված դպրոցներում երեխաների մասնակցության մասնավորապես կարմիր դեղի կոչվող խաղերի հետ կապված, չնայած որ ներքին գործերի նախարարությունը նշել է, որ ինքնաֆինանսման եւ ինքնասպանության դեպքեր չեն գրանցվել, բայց ծնողները մտահոգված են եւ բազմաթիվ մեկնաբանություններ են դրանց վերաբերյալ կարդացել նախարարությունը ինչ տվյալներ ունի, արդյոք մասնագիտակումներ իրականացնում են ինչ են։ Այո, ձևավորվել է մասնագիտական աշխատանքային խումբ, որը որ մանրամասն ուսումնասիրում է նաև հնարավոր ազդեցությունները եւ իհարկե մենք մոնիտորինգ ենք իրականացնում եւ բնականաբար դպրոցները զգուշացված են, որպեսզի ուշադիր լինեն եւ ուրեմն երեխաների շրջանում նման ուրեմն խաղերի տարածումը տեսնելուն պես համապատասխան քայլեր ձեռնարկեն թե դասղեկների, թե դպրոցի այլ մասնագետների, գիտեք նաև հոգեբանների հաստիքն ենք պարտադիր դարձրել դպրոցներում եւ տարբեր ուրեմն աշխատակազմներ գրավելով տեղում արագ արձագանքեն, բայց մենք նաև մասնագիտական աշխատանքային խմբի աշխատանքի արդյունքում ավելի մեթոդական նաև ուրեմն աջակցություն կցուցաբերենք։ Այս բանի դրությամբ որևէ տվյալ նման օրինակ հայտնաբերվել է թե մենք ստանում ենք անհանգստություններ, բայց ինչպես եւ ներքին գործերի նախարարությունից են ձեզ հայտնել, որևէ առանձին վնասման դեպքեր չկան, բայց դա չի նշանակում, որ կանխարգելման քաղաքականությունը չպետք է շարունակել։